նախ ուզում ենք բոլորը շնորհակալություն հայտնել, որ արձագանքել եք մեր հրավերին եւ այսօր մեզ հետ միասին քննարկում եք։ Հատուկ շնորհակալություն պարոն Բաղդասարյանին ու պարոն Ազիմյանին։ Նորից ես կուզեմ մի փոքր նորից անդրադառնամ ըստ հարցերից ելնելով արդյունաբերականացմանը երկրի։ Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ մշակող արդյունաբերությունը համախառն ներքին արդյունքի մեջ իր մասնաբաժինը 18 թվականի համեմատ իջել է գրեթե 9%-ով եւ այսօր եթե մենք վերցնենք որ եւ գնահատական տանք որ 2025 թվականի համար, ապա մենք կարող է արձանագրենք, որ մենք հասել ենք պատմական մինիմումին, այսինքն մշակող արդյունաբերությունը համախառն ներքին արդյունքում կկազմի մոտ 9%, նման պատկեր մենք շատ վաղուց չենք ունեցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական երկրների միջին մասնաբաժինը մշակող արդյունաբերության համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է 24%։ 24%-ի պարագայում եվրոպական երկրները այսօր մտածում են, որ պետք է իրան ամեն ձև խրախուսեն, որպեսզի արդյունաբերությունը եւ մշակող արդյունաբերությունը զարգանա։ Մենք գտնվում ենք այն վիճակում, որ դա ամենաանհրաժեշտ քայլն է։ Առանց դրա մենք չենք կարող, որտեղ դրան զուգահեռ գալիս է արտահանման ծավալների անկումը։ 24 թվականի 21 թվականի համեմատ, եթե մենք նայենք ապրանքների արտահանումը եւ դրանից զտում ենք վերը արտահանումը եւ դրամային արժեքով դիտարկում ենք ինչը կարևոր այստեղնի տնտեսության համար, ապա այստեղ մենք ունենք նորից լուրջ անկումներ եւ արտահանման տեսակարը կշիռ համախառն ներքին արդյունքում 65%-ով կրճատվել է 21 թվականի համար, 12% զուտ ծավալի համար։ Սա խոսում է նրա մասին, որ մեր տնտեսությունը այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացում։ Կայուն զարգացման համար մենք նաև միասին աշխատանքային փորձ ենք ունեցել իմ պաշտոնավարման շրջանում, երբ որ հիմքը դրեցինք, որ կայուն տնտեսական արտահանման նման երկրի ամենակարևոր գրավարականներից մեկը դա արտահանման ընդլայնումն է։ Եթե իշխանից միասին ծրագիր արեցին եւ մեկ տարվա մեջ արտահանումը 100 միլիոն դոլարի չափով մենք ավելացրեցինք։ Ես մեր բոլոր գործընկերներին նշեմ, որ մենք արդյունաբերության զարգացման հենքում Նարեկը նշեց, որ տարբեր ծրագրեր ենք իրականացնելու ու անդրադարձական կոնկրետ ծրագրերի, բայց դեռ նաև շատ կարևոր է նաև նշենք, որ մենք մեր ծրագրերի մեջ դնելու ենք, որ մեր հիմնական կայուն զարգացումը պետք է հենված լինի նաև արտահանելի տնտեսություն ստեղծելու վրա։ Վերազգային կորպորացիաների մուտքը պետք է ապահովենք, մենք դա ենք երկար քննարկել, որը իր հետին կստեղծի նոր աշխատատեղեր, կբերի նոր գիտելիքներ, նոր մշակույթ եւ ինչու ոչ նաև կապավի մեր տնտեսական եւ աշխարհացական անվտանգությունը եւ եւս։ Մենք պետք է ըստ մեր նախնական գնահատականները, որ միասին հաշվարկներ ենք արել, մոտավորապես 150-ից 200 միլիարդ դրամ տարեկան մենք հնարավորություն ունենանք համաներդրումներ անել, ինչպես պարոն Բաղդասարյանն ասել, դա կարող լինի սուվերեն ներդրումային ֆոնդի միջոցով կամ այլ եղանակով, բայց դրա միջոցով է, որ մենք պետք է ներդրումների իրականացնելու միջոցով տարեկան առնվազն 500-ից 600 միլիարդի ներդրումներ ուղղակի ներդրումներ բերենք մեր տնտեսության մեջ։ Արդյունքում մենք պետք է առնվազն 5 տարվա մեջ մշակող արդյունաբերության կշիռը կրկնապատկենք, գրեթե բերենք հատկնենք առնվազն 10-20%-ի, արտահանումը համախառն ներքին արդյունքում պետք է այսօրվա 13% եթե չեմ փոխան առնվազն հասնենք 40%-ի եւ դրանով մենք ապահովենք այն խոստումը, որ տալիս է Սամվել Կարապետյանը, որ մենք 5 տարվա մեջ կստեղծենք առնվազն 300 նոր աշխատատեղեր եւ այստեղ ամենակարևորը 3000 եւ այստեղ ամենակարևորը նաեւ որ ես կուզենամ անդրադառնալ, որ
հիմնականում շեշտադրումը տրվելու է տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերությունը, որը ինքս ինքյան պահանջել է որակյալ աշխատատեղեր եւ բարձր աշխատատեղեր։ Այսինքն ուղղակի լրացում կատարել, որ եթե հարցեր ունեն